Գնացինք։ Այսքան ժամանակ մենք անցել ենք, երեխեք ջան, որ բանը, հա, string-ի հետ կապված գործողություններ ենք անցել։ Մինչև իր մեթոդներին անցնելը մի քանի հատ բաներ անենք, հա, օրինակ Միլենան անցած դասին արել էր մի բան, որը մենք հենց չենք անցել, բայց այս դասին անցնելու ենք ու հասկանանք, թե ինքը ինչ է իրանից ներկայացնում, հա։ Օրինակ, ունեմ let's հավասար է word ու ունեմ let text, որը որ հավասար է, բայց չակերտները դնում եմ tag չակերտներ, երեխեք, ոչ թե սովորական ուղիղ, կա մի հատ ուղիղ, կա երկու ոնց որ դուղս տառոններ, երկու կրկնակի չակերտիկներ ու կա tag չակերտներ։ Tag չակերտները մեզ JavaScript-ում հնարավորություն է տալիս բազմատող string օգտագործելու համար, որի միջոցով կարելի է միացնել փոփոխականներ։ Այս տեքստի մեջ ես կհավաքեմ օգտագործելով այս վերևից օգտագործած, հա, string, եկեք string գրեմ, այս դրան ասել մի տեսակ ոնց որ ինչ ասեմ։ Այս string փոփոխականը վերևի հայտարարված, որը որ իր մեջ պարունակում է word text-ը, սա օգտագործելու ենք let text-ի մեջ։ Ոնց ենք գրում։ Գրում ենք սովորական ինչ-որ մի հատ text, որը որ օգտագործելու ենք, հետո գրում ենք դոլարի նշան, ձևավոր փակագծեր, դնում ենք n variable-ը, n փոփոխականը, երեխեք ջան, որը որ օգտագործելու ենք այս text-ի մեջ, որը որ վերևում արդեն հայտարարած մենք ունենք, հա, մեր կոդի մեջ, դնում ենք $string ու իրանից հետո շարունակում ենք welcome to JS class խոսքի սենց մի հատ բան։ Սա բերում է, երեխեք ջան, այս մեջի գրված տեքստին միացնում է նաև դոլարի ու ձևավոր փակագծերի միջով վերևում հայտարարված արդենի string փոփոխականը։ Իրա մեջ օգտագործում է console log չեմ արել։ Ներքևում է գալիս եմ console log եմ անում տեքստս, որպեսզի տեսնեմ ինչ եմ ստացել։ Hello world, welcome to JS class։ Ուրեմն, այս փոփոխականը մենք ունենք վերևում հայտարարած, որը որ մենք կարողացանք բերել ու գցել մեր string-ին։ Չենք մոռանում, երեխեք ջան, հիշում ենք, այդ ամեն ինչը կազմակերպվում է միայն եւ միայն tag չակերտների միջոցով ու դոլարի նշանով ու ձևավոր փակագծերի ներսում գրում ենք variable-ը։ Իսկ այս tag չակերտները մեզ թույլ են տալիս բազմատող string կիրառելու համար։ Նախատեսված են բազմատող string-ների համար։ Իսկ այս dollar variable-ի միջոցով հնարավոր է միացնել փոփոխականներ։ Հիմա number string boolean կապնենք, հա, boolean-ը դե գիտենք արդեն true false արժեքների մասին է խոսքը, իսկ բանը ինչ անում, string-ն ու number-ին էլ արդեն ծանոթ ենք, boolean-ը բնականաբար արդեն էլ կարիք չկա այդքան շատ խոսալու, ինքը true false-ն է, boolean արժեքները։ Ուրեմն, ունենք մի հատ number փոփոխական, որը որ հավասար է 1, 2, 3 ասենք։ Հիմա եթե ես ուզում եմ այս number-ից ստանամ string, ես կարամ մեր իմացածին ձևով դատարկ չակերտներին գումարեմ ուղղակի իմ number-ը։ Այդ դեպքում ես կստանամ իր string արժեքը։ Ուրիշ տարբերակ, որպեսզի ես իրանից ստանամ string, անում եմ հետևյալ ձևով։ Console log գրում եմ մեծատառով, ոնց որ ունենք number, նենց էլ ունենք string։ String հակագիծ ու գրում եմ number։ Գրում եմ number-ը։ Ունեի number-ը 1, 2, 3 ու իրանից ստանում եմ, տեսեք, տեքստ է։
Քանի որ ինքը կապույտով չի, ուրեմն number չի, ուրեմն ինքը string է։ Ուրեմն ունեն նույն ձևի boolean արժեք, bool, որը որ հավասար է true։ Հիմա console log կանեմ number bool-ը։ Երեխեք, boolean-ի մեջ մենք խոսացել ենք, որ true-ն ու false-ը իրանցից ներկայացնում են 0-ներ ու 1-եր։ Ճիշտ է։ True-ն որն էր, 1-ը թե 0-ն։ True-ն 1-ն է, ճիշտ է։ False-ը 0-ն է։ Չէ, պետք է հայտարարենք, boolean արժեքը սովորական փոփոխականին ենք տալի, հենց boolean չի լինում իր արժեքը, սովորական փոփոխական ենք հայտարարում, ստեղ ամեն ինչ կարամ գրեմ, ինչ ուզեմ, ուղղակի պրաբելներով չէ, ինչ ուզեմ ստեղ կարամ գրեմ, ստեղ bool արժեք ունեմ, որը որ հավասար է true-ի, երբ որ console log եմ անում իմ bool-ը, բայց number-ին տալով այդ ամեն ինչը, ինքը ինձ վերադարձնում է 1, այսինքն true արժեքը 1-ն է, իսկ եթե ես ստեղ գրեմ console log number false, դա էլ ինձ վերադարձնում է 0, այսինքն true-ն 1-ն է, false-ը 0-ն է, եթե if-ի պայմանի մեջ ես ես վերևը գրում եմ true, ինքը մտնում է այս բլոկի մեջ երեխեք, եթե ես գրում եմ false, ինքը ուղղակի այս բլոկը անտեսում է, որովհետև այս պարագայում ճիշտ գրվածքի դեպքում նոր մտնում է այս տիրույթ ու կատարում է այդ ամեն ինչը, ինչը որ գրած է պայմանի օպերատորի ներսում։ Հիմա string-ի մեթոդների մասին։ Երեխեք ջան, էլի ասելու եմ ամենակարևորները string-ի մեթոդներից, բայց իրանք շատ են։ Դրա համար նորից գնում ենք ու ուսումնասիրում ենք։ W-Rex-քուլը էլի կա, այս կայքը, լավնավատիչ։ String-ի մեթոդները, ու ստեղ լիքը string-ի մեթոդներ կա, որը որ այսօր չանցնենք, կամ անցնենք, համենայն դեպս մի հատ կմտնեք, աչքի տակով կնայեք, թե էլ ինչ string-ի մեթոդներ կա, իրանք ինչի համար են նախատեսված, զուտ իմացության համար, իսկ այն ինչը որ այսօր կանցնենք, դրանք ամենակիրառելին են, ու հույսով եմ բոլոր լավ կիրառելիները կանցնենք։ Let string-ը հավասար է, մի հատ օրինակ եմ գրում, hello world։ Հիմա այդ string-ի մեթոդները կամաց անելով կգնանք առաջ։ Ուրեմն, ինչը կապված է երեխեք տառերի հետ, տառերի մեծացնել, փոքրացնելու հետ կապված։ Ուրեմն, առաջինը տառերը, որ դարձնում է բոլորը մեծատառով։ Իրա համար պատասխանատու է to uppercase-ը։ Ամեն ինչը անում ենք console log-ով, որ միանգամից գնանք ու տեսնենք, որ տպվել է։ Ստեղ է get, նորից գրվում է մաթի մեթոդների պես, string-ի մեթոդներն էլ գրվում են get-ով ու կանչվում է արդեն ֆունկցիան։ Կան, որոնք որ սպասում են պարամետրեր, կան, որ չեն սպասում պարամետրեր։ To uppercase-ը չի սպասում պարամետր, դրա համար միանգամից գրում ենք
to uppercase, հեսա, to uppercase, ինքը պարամետր չի սպասում, ինքը իր գործառույթը անում է, ընդհանրապես պետք չի ստեղ էլ ինչ-որ բաներ գրելու, հա, ինքը ուղղակի կանչում ենք մեր տված հայտարարված փոփոխականի վրա get to uppercase ու ինքը կատարում է դա։ Հիմա այս մեր գրած string text-ը վերածելու է մեծատառերի, տեսակ hello world, ինքը սարքեց ամբողջականը մեծատառերով, այսքանը կկոմենթեմ, մնացածով գնանք առաջ։ Հաջորդը դա, երբ որ տեքստը մեծատառ է կամ, չգիտեմ, առաջի բառերի առաջի տառերը մեծատառ են, բայց մենք ուզում ենք, որ դառնա ամբողջը փոքրատառ։ Այդ ամեն ինչի համար պատասխանատու է to lowercase-ը։ String get to lowercase։ Երեխեք ջան, lowercase-ը նույնպես պարամետր չի սպասում ու իր գործառույթը անում է, ոնց որ to uppercase-ը։ Ինքն է սարքում է փոքրատառ։ Ինչ-որ մասի կտրման համար, ինչ-որ մասի, string-ից ինչ-որ մասի կտրման համար պատասխանատու է slice-ը։ Slice-ը ընդունում է պարամետր։ Հիմա գրում ենք console log string get slice հակագիծը դնում ենք, գրում ենք, որ ինդեքսից սկսած ու քանի տար ենք ուզում կտրենք։ Հիմա եթե ես ասեմ 0-րդ ինդեքսից սկսած 0-րդը 0-ն ներառյալ 0-րդ ինդեքսից սկսած 5 տար կտրի, ինձ ինքը կառանձնացնի ու կտա 2, 4, 5, hello, ճիշտ է։ Տեսեք, hello-ն առանձնացրեցի word-ից։ Ասում եմ 0-րդ ինդեքսից սկսած 5 տար կտրի ու վերադարձրու ինձ։ Կտրում է ու վերադարձնում է slice-ը, կտրված հատվածը։ Հիմա ստուգում ենք, արդյոք ինչ-որ մի հատ բառ կամ բառակապակցություն ընդհանուր մեր գրված, ունեցած արդեն հայտարարված տեքստի մեջ կա թե չէ, դրա համար պատասխանատու է, որը որ գնում է և ստուգում է, երեխեք ջան, մեր այդ գրվածքը գոյություն ունի մեր ունեցած string-ի մեջ, թե ոչ, դրա համար պատասխանատու է includes-ը։ String get includes հակագծի մեջ գրում եմ այն տեքստը, որը որ ուզում եմ ստուգեմ, արդյոք կա թե չկա իմ արդեն հայտարարված string-ի մեջ։ Օրինակ, ասում եմ, այս պարագայում word բառը կա թե չկա։ Ինքը ինձ վերադարձնում է բուլյան արժեք։ Եթե կա վերադարձնում է true, եթե չկա, վերադարձնում է false։ Պարզ էր։ Այսինքն, եթե գնում է, սկսում է փնտրել, եթե գտնում է, ասում է օքեյ կա, գալիս է ու պատասխանը true է վերադարձնում։ Includes-ը վերադարձնում է բուլյան արժեք։ Կա մի լավ մեթոդ, որը աշխատում է ինդեքսի հետ ու մեզ վերադարձնում է այն տառի ինդեքսը, որը որ ուզում ենք։ Ունենք hello world։ Հիմա index of, որը որ աշխատում է հետևյալ պրինցիպով։ String get index of։ Երեխեք ջան, այս մեկը ես ասում եմ, իմ տեքստի մեջ կա երկու, ասենք օտար, երկու օտար կա։ Ասում եմ վերադարձրու օտարի ինդեքսը։ Հիմա ինքը ինձ կվերադարձնի 1, 2, 3, 0, 1, 2, 3, 4 է վերադարձնելու։ Ինչի համար է ինքը 4 վերադարձնում։ Ինքը գալիս է ստուգելու տեքստի սկզբից։ Գալիս է հերթով, ստուգում է։ Հենց առաջի համընկնումը եղավ,
ինքը միանգամից վերադարձնում է։ Էլ իրան հետաքրքիր չի։ Հենց առաջինը ինքը գտավ, ինքը միանգամից վերադարձնում է հետևյալ ինդեքսը, այսինքն 4-րդ ինդեքսում էր, ուրեմն 4-րդ ինդեքսում էր։ Իսկ եթե մենք անենք L-ի համար, հա, L-ի համար, ինքը վերել է 0, 1, 2, 2 առաջինը հենց գտավ, ինքը վերջ, իր գործառույթը վերջացնում է ու այդքանն է իր գործառույթը։ Գոյություն ունի last index of, որը որ վերադարձնում է վերջի տվյալ տարի ինդեքսը։ Last index of։ Ու տալիս ենք, ասում ենք O-երորդը, ինքը մեզ վերադարձնում է վերջի O-երորդը, ինքը այս պարագայում կվերադարձնի 7։ O is not defined. Ինչի համար? Last index of O. Հա, ճակերտ։ Վերել է 7-երորդը։ Սա last index of-ի աշխատանքն է։ Փոխարինումը, ինչ-որ տեքստի փոխարինումը, մեկ այլ տեքստով, հա, հիմա, եթե ես իմ board-ը ուզում եմ փոխարինեմ, ինչ-որ մեկ ուրիշ բանով, հա, hello.js-ով ասենք, դրա համար պատասխանատու է replace-ը, գրում եմ console log, replace, առաջի պարամետրը, ինչպես? Index of-ը գտնում է առաջի փնտրվող տառը ու վերադարձնում է իր ինդեքսը, այսինքն սա 4-րդն է, last index of-ը գտնում է այդ տարի վերջինը, այսինքն ամենավերջում, որտեղ է այդ տառը գրվել ու վերադարձնում է տվյալ գտնված տառի ինդեքսը։ Հիմա եթե ես վերջում O անեմ նորից, ինքը կգնա ամենավերջի last index of-ը կվերադարձնի 11-ը։ Պարզ էր։ Հիմա, երեխեք ջան, console log string get replace-ը ինչ է անում։ Իմ այս գրված տեքստի մեջ, եթե ես ուզում եմ ինչ-որ մի հատ տեքստի հատված փոխարինեմ նոր տեքստով, գրում եմ այն հատվածը, որը որ ուզում եմ փոխարինվի, օրինակ, առաջի պարամետրը տալիս եմ իմ Word-ը, ուրեմն, երկրորդ պարամետրը տալիս ենք այն ինչով որ ուզում ենք փոփոխվի։ Հիմա կգրի hello.js։ Հաջորդը դա start with ու ends with, այսինքն ինչով է սկսվում մեր տեքստը ու ինչով է ավարտվում։ Ինքը նորից վերադարձնում է բուլյան արժեք ու համեմատություն է դնում։ Եթե մենք ճիշտ տեքստ ենք գրում, թե ինչով է սկսվում, օրինակ իմ տեքստը սկսվում է hello-ով։ Եթե ես հիմա դնեմ string get starts with, որպես պարամետր տամ իմ hello-ն, ինքը կվերադարձնի true, այսինքն եթե համընկնումը ճիշտ է, ինքը վերադարձնում է true, եթե սխալ լինի,
կլինի false։ Կապ չունի, ստեղ եթե այս արանքա մեջ անեմ, որ ամենասկզբում չլինի, նորից տալու է false, որովհետև չի համընկնում։ Ինչով որ սկսվում է իմ string-ը։ Իսկ վերջից համեմատումը կազմակերպում է string get ends with։ Նորից, եթե համընկնում է, տալիս է true, եթե գրեմ։ Տալիս է true, իսկ եթե չի համընկնում, տալիս է false։ Ուրեմն to uppercase, to lowercase, to uppercase-ը սարքում էր մեծատառ, to lowercase-ը սարքում էր փոքրատառ ամբողջ տեքստը, slice-ը կտրում էր տեքստից հատված վերադարձնում էր, ասում ենք, որ ինդեքսից սկսած ներառյալ մինչև որ ինդեքսը, տարերի քանակը, երկրորդ պարամետր որպես includes-ը ստուգում էր իրա մեջ գրվող պարամետրը արդյոք կա մեր արդեն իսկ հայտարարված string-ի մեջ, թե ոչ, վերադարձնում բուլյան արժեք, index of-ը, ասեցինք առաջի ինդեքսը, առաջի էլեմենտը, որը որ ճարում է, գրում է իրա ինդեքսը, վերադարձնում է իր ինդեքսը, last index of-ը, որ ամենատվյալ էլեմենտը, որ համեմատական է դնում ընդհանուր մեր string-ի հետ, վերադարձնում է վերջի գտնված տարի ինդեքսը։ Replace-ը փոխարինում է մեր արդեն string-ում եղած յուրաքանչյուր տեքստի հատված նոր տեքստով, որը որպես երկրորդ պարամետր ենք տալիս, առաջի պարամետրը տալիս ենք, թե տեքստի որ հատվածը, երկրորդ պարամետրը տալիս ենք, թե որ հատվածի հետ փոխարինի։ Ուրեմն start with-ը և ուրեմն ends with-ը ասում են նորից բուլյան արժեքներ են վերադասնում ու համեմատականի կարգով նորից այս մեր string-ը սկսվում է արդյոք այս բառով կամ բանով, տառով կամ վերջանում է այս բառով կամ տառով։ Մի հատ գնանք հասկանանք կարևորագույն ինչ-որ բաներ բաց թողած չլինենք։ Տառերի համար էլ է շոտում։ Եթե W-ն գրեմ մենակ, էլի թող է տալու։ Որ տողներ include-ը 14։ Ուրեմն, ինչ ունեցանք ստեղ մեր string-ից։ Length-ը դե գիտենք, char կոդերը բան չեն, slice, substring, subset, to uppercase, to lowercase, split, replace, repeat, add, trim, trim-ը լավն է, այս trim-ը երեխեք ջան, բաներն է, ինչ անում, պրաբելներն է կտրում հանում մեջի, նիշում եմ, սենց աշխատում, սոթերը, get, trim, ինչ-որ պարամետր չի ընդունում, hello world, բայց սկզբի ու վերջի պրաբելները, եթե ես ստեղ սենց ունենայ, սենց տարբերակ ունենայ, ինքը ինձ վերադարձնելու էր դրանք կտրած, եթե ես մինչև trim-ը console log անեմ, իմ string-ը, տեսեք,
պրաբելները հաշվի առած է, բայց trim-ը նախատեսված է նրա համար, որ հանում է պրաբելները սկզբից և վերջից։ Մեկ էլ ստեղից կուզեմ, որ ասեմ։ Slice-ը կտրում է, օքեյ, նորմալ է։ Պարզեր երեխեք ջան string-ի մեթոդները։ Ուրեմն մի հատ առաջադրանք։ Պրոմպտներով, լավ սենց ասեմ, որ պարզ լինի։ Պրոմպտներով վերցնում ենք անունը, տարիքը ու ալերտով միանգամից ցույց ենք տալիս։ Ինչ-որ փոփոխականների մեջ ենք պահում, բնականաբար պրոմպտը չէ, let, ասենք չգիտեմ, անունը, հավասար է, պրոմպտով գրում ենք, վերցրեցինք, ճիշտ է, ասենք ստեղ պրոմպտ է գրված, սենց, պրոմպտով վերցրեցինք, անունը գրեցինք, վերջում ունենալու ենք, your name is, այս անունը, ինչը որ գրել ենք պրոմպտով, այդ անունը գրվի, your name name, այն ինչը որ պետքա գրենք, and you are age years ago, years old, առաջ չէ, ստանալու ենք այս տեքստը, բայց name-ի ու age-ի տեղը, երեխեք ջան, լինելու են պրոմպտով ստացված արժեքները, պարզ էր առաջադրանքը։ Name-ի ու age-ի տեղը լինելու են այն արժեքները, որը որ ստացել ենք պրոմպտով, անունը ու տարիքը։ Ունենք երկու պրոմպտ, որը պետքա մեկով առաջինով ստանանք անունը, երկրորդով ստանանք տարիքը, ու հետո վերջում տպի այս տեքստը, գրի your name is, ասենք առաջի պրոմպտով գրել ենք Վահագ, գրում ենք your name is Վահագ, and you are, ասենք երկրորդ պրոմպտով է ստացել ենք 24, գրի 24 years old։ Всё։ Չէ, կոդը ուղարկի հետ։
Ճիշտ է, ապրես մանեջը։ Սա երեխեքն վերջացնեն։ Ես էլ երկրորդ առաջադրանքը։ Վրեժ ուղարկեցիր։ Վրեժ ինչ ես գրել, վրեժ։ Սես բան ենք անցել մենք, վրեժ որ գրել ես։ Ալերտը հավասար է կոնսոլը։ Սես բան մենք անցել ենք։ GS-ի մեջ փոփոխական ուղղակի անունով հայտարարվում է։ Ասել եմ ալերտով տպի, այսինքն ինչ պետք է գրես։ Ալերտ, փակագիծ։ Այս ընդհանուր գումարը, այսինքն բազմակի string, որ քեզ առաջարկում է, ասեցի, թեք ճակերտներ, ու պետք է գրես, չէ՞։ Your name is $. Name
Չէ, ուղարկի։ Վրեժ ուղի ուղարկի ես հայտարարությունը։ Միլենա չես ուղարկել հələ։ Հա եկավ։ Միլենա ջան, ես ինչ եք գրում, երեխեք, ես ես բան եմ սովորացրել ձեզ։ Սա բրաուզերով որ աշխատացրել ես, եղել է։ Հա բայ Միլենա ջան, ես բան եմ ես քեզ սովորացրել, որ գրես լեդ անունը հավասար է prompt ու գրում ես բան Միլենա, սենց բան եմ սովորացրել ես ձեզ։ Ის ինչա։ Prompt-ի գրելա ձև երեխեք չեք հիշում, let անունը հավասար է prompt-ը ինչ է ասում քեզ, ասում է ինչ գրես, հուշող տեքստն ես գրելու, թե ինչ ես ուզում։ Չակերտների մեջ գրեք ձեր անունը, որ գնամ ես ստեղ բրաուզերումս, բացեմ, հենց refresh անեմ, reload անեմ, ստեղ գրում է գրեք ձեր անունը ու սպասում է, գրում եմ, չգիտեմ իմ անունը կամ ուրիշի անունը, Գուրգեն, okay եմ անում, ինքը պահում է իրա մեջ, գալիս է let անունի մեջ իրան պահում է, փոփոխականն են գրում, այս ներքևում չենք գրում, console log, ասենք, երեխեք, նայեք, դու չես գրե պրծեհել է, հա ուղարկի, Էսի ճիշտ է, վրեժ, չմոռանաս էլ, ալերտը հանգարց որպես փոփոխական առանց հետնել լեթի ու բանի չհայտարարես։ Արա։ Կարելի քանակը։
ապրես մանեջեն։ Լավ էլի էր։ Չէի սպասում, որ դու էլ այդպես կանես։ Երիկ ջան, երեխեք ջան, լավ սպասեք։ Իրար հետ ենք անում։ Մի վարքյան։ Երեխեք, սենց գրված գոյություն չունի։ Ես սենց բան եմ ասել, ասենք այս անունը հավասար է պրոմպտը իրանից ինչ է ներկայացնում։ Մանե ջան կբացատրես պրոմպտը ինչ է իրանից ներկայացում։ Ես ոնց եմ ձեզ ասել։ Պրոմպտը ինչ է։ Ու սպասում է։ Հա։ Պրոմպտը, այսինքն երեխեք, երբ որ գրում եմ պրոմպտ, հակագիծը բացում եմ, ես տեղ ինչ որ գրեմ, դա իմ հարցն է լինելու։ Հարցը կամ այն ինչը, որ ես ակնկալում եմ user-ից։ Ասում եմ, ստեղ պետք է ասեմ գրեք ձեր անունը։ Ես չեմ ստեղ ասում, չգիտեմ, վերցնեմ ես գրեք ձեր անունը, տեղ գրեմ Երիկ։ Դե չգիտեմ, ինչ է էդի։ Հիմա որ ես տեղ գրեմ, սենց։ Իմ հարցը պետք է խոսա նրա մասին, թե ինչ է ուզում, որ դուք այս input-ի մեջ գրեք։ Օրինակ, ստեղ ասում եմ, let անունը հավասար է prompt, okay, prompt-ով, բայց շարունակ եմ ասելիքս։ Prompt-ով ես հարցնում եմ, թե ինչ եմ ուզում, որ դուք գրեք ներքևում գտնվող input-ի մեջ։ Հիմա գալիս եմ browser, reload եմ անում։ Ասում է, այս edge-ը ասում է գրեք ձեր անունը ու input-ի մեջ ինքը արդեն focus վիճակում է, թարթում է։ Ասում է գրեք ձեր անունը, գրում եմ Gurgen։ Okay։ Այս պարագայից սկսած ոնց որ գրած լինեմ let անունը հավասար է Gurgen։ Ու ներքևում ես կարամ իրան հանգիստ օգտագործեմ։ Հետո գրում եմ let age-ը հավասար է, պլյուս եմ դնում, որովհետև ուզում եմ, որ ես իրանից ստանամ թիվ, prompt, ստեղ ինֆորմացիան գրում եմ, գրեք ձեր տարիքը, որ մարդը հասկանա, ես ինչ եմ իրանից ակնկալում, երկու prompt ունեմ, երկու prompt-ի միջոցով ուզում եմ այդ ամեն ինչը կառավարեմ, ուստի alert-ով, թեք չակերտով, գրում եմ, ինչի չլա։
Ստեղ ինչ փոփոխական դնում ենք, ես ստեղ գրում եմ այս փոփոխականը դոլարով, որովհետև արդեն այս պրոմպտի արժեքը վերագրվել է եւ իմ գրած OK տված հատվածից ի վեր այս փոփոխականը վերագրվում է արդեն name-ին, name-ի մեջ է այդ փոփոխականը, դրա համար ես պիտի գրեմ name-ով։ Երկրորդն եք անում երեխեք, պրոմպտով վերցնում եք մի հատ բառ, առաջի պայմանը տպել տառերի քանակը, երկրորդ պայմանը առաջի և վերջին տառերը տպել, երրորդ պայմանով գտնել արդյոք ունի A տառը, այդ պարունակող տեքստը, և փոխարինել այրը շնիկով։ Ես բան անեմ, գրեմ երրորդը մանե ջան, այս մեկը դու արա։ Տրված է մի հատ string, այս ձևով։ Խոսքի, սենց մի հատ բան է տված։ Առաջի պայմանը կտրել և ցուցադրել Java-ն։ Երկրորդ պայմանով ալվեսոմը փոխարինել ֆանտաստիկով։ Երրորդ կետով գտնել մեծատառ, S տնեմ, գտնել մեծատառ S-ի ինդեքսը։ Չորրորդ կետով ստուգել արդյոք տեքստը սկսվում է Java-ով։ Պարզել պայմանները։
Ուղարկի երիք չէ։ Շատ լավ է մանեջեն ապրես։ Ապրես այր, նավ, տերնար օպերատորն ես հիշը։ Հա, դե երորդը գրի, մի հատ եմ առաջադրանք տալիս ու վերջ։ Պրոմպտով վերցնել ամբողջական նախադասություն։ Հաշվել տառերի քանակը, միայն տառերի քանակը, գտնել քանի անգամ է հանդիպում A տառը, հաջորդ պայմանը փոխարինել բոլոր պրաբելները գծիկով, այսինքն ամենավերջում ալերտով ցույց տալ արդյունքը։ Այս էլ քեզ առաջադրանք մանեջան, այս էլ գրի, վրեժ Միլենա գրեցիք երկրորդ երեխեք։ Լավ, դե հանգիստ գրեք։ GS method GS
Տնային առաջադրանքները ուղարկել եմ երեխեք ջան կլասրումով, իր մեջ ներառում է հավելյալ առաջադրանքներ, որ վերջացրել է արդեն, քանի որ ժամանակահատվածը շատ է մինչև երկուշաբթի, հանգիստ կարող է նայել ու դրանք էլ անել, ցանկալի է, որ բոլորդ էլ անեք։ Լավ, եկեք այս վիդեոն կանգնացնենք։